11-րդ դասարանցի Աշոտն է, ամեն օր այս ճանապարհն է կտրում, պետք է քիչ շուտ հասնել դպրոց, դասերից առաջ մարմնամարզություն է, բոլորի մասնակցությունն է պարտադիր։ Ամեն անգամ այստեղով գնալիս ես մտածում եմ դպրոցում իմ գիտելիքների մասին, թե ինչպես կավելացնեմ իմ նոր գիտելիք իմ գիտելիքների պաշարում։ Մարզված են մարմինները, եկել է ուղեղները մարզելու ժամանակը, անգլերենից Աշոտը փայլում է, առանձին ծրագրով անգլերեն է պարապում, ուզում է ուսումը շարունակել Դիլիջանի միջազգային դպրոցում։ Պետք է շատ աշխատեմ, որպեսզի ստացվի, քանի որ այնտեղ միջազգային մակարդակի դպրոց է եւ այնտեղ շատ դժվար է ընդունվել եւ պետք է որ կարողանամ։ Աշխատասիրությամբ Աշոտը դեռ առաջին դասարանում էր աչքի ընկել եւ այսպես արդեն 11 տարի ու ձեռքբերումները տեսանելի են։ Եթե մեծ ձգտում ունենար հնարավոր էր, որ բնագիտական առարկաներից էլ փայլեր, բայց նա շատ է փայլում հումանիտար առարկաներից եւ այդ առումով ինքը ընտրել է հումանիտար հոսքը։ Ընկերներից չի տարբերվում Աշոտը, կատակում է միակ տարբերությունը կրծքանշանն է։ Ասկերանցի աշակերտը վերջերս ճանաչվել է Արմենիա հեռուստաընկերության ամենախելացի նախագծի երկրորդ եթերաշրջանի քառորդ եզրափակչի հաղթողը, խոստովանում է, երազանք էր։ Եկել է Արցախից, առաջինն է Արցախից, ով մասնակցում է ամենախաղացի խաղին եւ ինձ համար դա մեծ պատիվ է եւ ես չէի ներկայացնում ինձ, այլ ներկայացնում եմ ամբողջ մեր Արցախը։ Միայն պատերը կիմանան, թե ինչերի միջով են անցել փոխտնօրենն ու աշակերտը, այստեղ է Աիդա Գյանջումյանը պարապել Աշոտի հետ։ Բահիրյանում նույնիսկ ուզում է լաց լինի, ուզում է, չգիտես, նեղվում է, մի անգամ նույնիսկ ջղայնացել եմ կաբինետից հանել դուրս, ասեմ գնա սովորի շուտ արի Միջանցքում։ Դպրոցական հանրագիտարանները շարունակում են մնալ սեղանին, դեռ պարապում են, մայրը լիահույս է, աշխատելու դեպքում հաջողությունն ուղեկցելու է որդուն։ Ասեցինք թող փորձի, փորձով փորձանք չէ, եւ իրոք ստացվեց, շատ ուրախացանք։ Իսկ որդին շարունակում է աշխատել, իրեն դիվանագիտության մեջ է տեսնում, անելիքներ ունի։ Դպրոցական հանրագիտարանները, դասագրքեր, քարտեզներ եւ այլ, սենյակը ամբողջովին լցված է այդպիսի գրքերով եւ ամբողջ օրը տրամադրում եմ հենց դրանց։ Այսպես ասկերանցի դպրոցականը վայելում է բոլորի հարգանքն ու սերը, ասում է ամեն մի գիտելիքի համար պետք է մանկավարժին շնորհակալ լինել։ Գուցե մի օր այստեղ ես կարողանամ իմ հայրենիքի համար ինչ-որ մի բան, կարևոր բան անել եւ գլուխս բարձր քայլեմ այս ճանապարհով։ Շուտով արցախցի դպրոցականը մեկնելու է Երևան, առաջիկայում մրցույթն ամենախելացիների միջև է լինելու։ Նարեկ Սահակյան, Մերուժան Մարտիրոսյան, օր։